Ես ինչը վեսպան չեղ անհայտ է։ Մատանիրեք Արսեն Բաբայանը նշել է, որ հակակորություն կոմիտեի աշխատակցությունն ձեռնարկել է։ Իրան է տան հակակորություն, նորմալ է։ Շիբինի գործով, Մի քիչ խնդրենք բարձր խոսեք, եթե կարելի է, պարոն Գրիգորյան։ Ուրեմն, էս է, բոլորը դաշտի առաջ են, ինչ-որ կատարվում Գյումրի քաղաքում, ժողովրդական բաստիոնում, ազատ արդար թափանցիկ ընտրություններ են տանում և բոլորս ականատեսնենք, թե ինչ է կատարվում, կոնկրետ այս ամեն ինչը արվում է մեծամասան մեր դեմ, տարբեր տեսակի լուրեր ենք ստանում, ընդհուպ մինչև տեղամասերում, հանձնաժողովականները քվեաթերթիկները տալուց, մարդիկ զանգահարում են գրասենյակ, գալիս են, մտնում, ներկայացնում են թերթողություններ, բողոքներ, որ 8-րդ համարի քվեաթերթիկը մարդկանց չի տրվում։ Մարդիկ, այսպես ասեմ, հասկացան, ճոգեցին, որ չկա 8-րդ համարը մեջը, չկա 8-րդ համարը, գնացին, ինչ-որ ընտրություն անելու արեցին կտան։ Ով որ կոնկրետ արդեն ման է գալիս 8-րդ համարի քվեաթերթիկը, այդ մարդիկ նոր հասկանում են, որ քվեաթերթիկը չկա ու փորձում են բացառդարիներ այդ խնդիրը ու պահանջել 8-րդ համարի քվեաթերթիկը։ Ես կոչ եմ անում հանձնաժողովի անդամներին, վստահված անձանց, ժողովուրդ ջան, ուշադիր եղեք բոլոր քվեաթերթիկներին, որպեսզի բոլոր քվեաթերթիկները մարդկանց տրվի, պարտադիր տրվի, քանի որ քաղաքացիներ կան, որ նաև կարող են տեղում կողմնորոշվել իրենց քվեարկությունը անելու և տեղում չգտնելու պարագայում, չգիտեմ, այդ մարդիկ ամենայն դեպս իմ պարագայում ես գտնում եմ, որ այստեղ ես կոնկրետ շատ լուրջ ուժում եմ այս առումով։ Երկրորդը, հավագանու անդամության թեկնածուներին, մեր քաղաքը դաշինքին, թիմագիծներին մեքենաներն են կանգնացվում, կամ վարորդներով կամ առանց վարորդների մեքենաները տարվում է, չգիտեմ ուր են տանում, ամենայն դեպս մեզ համար անհայտ ուղղությամբ մեքենաները տարվում է։ Արհեստական կոնֆլիկտային վիճակ է ստեղծվում, մեր աջակիցների հետ լարված իրավիճակ է։ Մենք ամբողջ ընտրական պրոցեսները թողել ենք, մեր թիմագիծների, աջակիցների, հավագանու թեկնածուների հետ զբաղված ենք, որպեսզի կարողանան պահպանել հանդարտությունը։ Հանգիստ լինեն, պրովոկացիաների չգնան, քանի որ դուք տեսնում եք ամեն րոպե արդեն քանի օր է Նյարդերը լարում են։ Այո, նյարդի վրա են խաղում, փորձում են, որ այսքան բան արեցին, չեն կարող հունից հանել, չեն կարող հավասարակշռությունից հանել, որպեսզի լուրջ սխալ թույլ տանք, բաց թողում անենք, որով կարողանան հիմք ունենան, ես հասկանում եմ, ամեն ինչ անում եմ, իշկան հասկանում եմ, հիմքեր ստեղծեն, որպեսզի կարողանան իմ թեկնածության հարցը վիճարկեն, որպեսզի կարողանան այնպիսի իրավիճակ ստեղծեն, որ արդյունքները ժամուկից հետո հրապարակելուց հետո իրենք անելիք կամ ասելիք ունենան։ Մենք պահպանելու ենք հանգստությունը, սա ինձ համար նոր կարգավիճակ չէ, ընտրություններին նմանատիպ բաների միջով անցնելը, ես սովոր եմ, դուք էլ լրատվամիջոցները երևի թե այս ընթացքում հետևել եք, տեսել եք, որ հնարավորինս մաքսիմալ հավասարակշռվածությունը պահել եմ, զսպվածությունը պահել եմ, նույնիսկ այն ժամանակ, երբ որ իմ հորը և տղային ձերբակալեցին, տարան, այդ ժամանակ ես նորից կարողացել եմ հավասարակշռվածությունը պահել ու օրենքով սահմանված կարգով ամեն ինչ ընթացքի մեջ պահել, նույնիսկ այդ հոգեվիճակում ես կարողացա գնալ դեբատի, հանրային հեռուստատեսություն և ամեն ինչ նորմալ անցկացնել, այդ նույն սառնասրտությամբ գնացի դատարան, իմ տղային ու հորը այնտեղից, երբ որ ազատեցին, վերցրել հետ եմ եկել, հիմա էլ սպասում եմ ավելիին, դեռ հաջողության մասին խոսելը վաղ է, քանի որ տարբեր տեսակի ինֆորմացիաներ է գալիս, այս պայթրությամբ չեմ ուզում այդ մասին խոսել, քանի որ սա ինֆորմացիայի կարգի է, թե ինչ են պլանավորում իմ դեմ անելու ու Այսինքն դուք տեղյակ եք ձեր դեմ պլանավորած օպերացիաների մասին։ Ես ունեմ ինֆորմացիա, որ
որոշակի բաներ կա պլանավորված ու փորձում են անել, նաև դուք տեսնում եք լրատվամիջոցներից մեկը Երևանից, այսինքն երբ որ սկսեցին մերոնց ձերբակալելը, այդ օրվանից առավոտից իրիկուն կոնկրետ իրանց լրատվամիջոցի հերոսը ես եմ դարձել եւ ամեն րոպե տարբեր տեսակի վիդեոներ, նյութեր գցում են ու չգիտեմ ինչքանով է հարգի լրատվամիջոցներից հարգելով ես լրատվամիջոցի անունը չեմ տալիս, որպեսզի չլինի թիրախավորել, անկախ նրանից, որ իրենք կոնկրետ թիրախավորել են ինձ եւ այս պահի դրությամբ լռության այս հանգամանքը մենք հաշվի առնելով, որ մենք չենք կարող շատ բան խոսել, չենք կարող շատ բանի մասին ասել, իրենք այդ ամեն ինչը հաշվի առնելով վերցրել են մի հատ լրատվամիջոց, այնտեղ վճարովի գովազդը, ագրեսիվնի գովազդ միացրած, ամեն վայրկյան Facebook-յան դաշտում էդ է գնում եւ դրանով փորձում են գյումրեցիներին աբակոնորոշել, այսինքն ամեն ինչ արվում է, որ ժողովուրդը ինչ որ մի չափով հետ կանգնի, թիմագիստները վախենան աշխատելուց, ժողովուրդն էլ այդ կեղծ, սուտ կամ արհեստական հասկանալի է սև քարոզը անելով փորձում են այնպես անել։ Ձեր կնոջ ձեր ավականի հետ, հա, կինել է եղել, ով է տեղյակ եք եւ ի վերջո ձեր կարծիքով եկել է հակակոռուպցիոնը տարել է ինչի համար, ինչ տեղեկություններ ունեն։ Բայց վստահ ենք, որ հակակոռուպցիոն նույնիսկ չգիտենք, մեզ զանգահարեցին, ասեցին, որ Խալաթյան Աննայիդն էր, մեր բանով, այսինքն, այո, տեղեկանալով, ճանաչելով, մարդիկ ճանաչելով, զանգեցին, ասեցին, քաշքշելով այդ կնոջը ու հետո նոր ինչ առաջ ասեցին, որ որտեղից էին տանում։ ինքը ավականում անդամության թերծածու է, ինքը կարող է ընդրատել Ինչ հանգամանքներում են ձեր թիմակցին հեռացրել տարածքից կամ այնտեղից որտեղ ինքը եղել է, չգիտեմ։ Ես ինֆորմացիա չունեմ։ Ես այս պայթորությամբ նույնիսկ ձեզանից իմացա, որ ինչ որ արդեն տեղը գիտեք որտեղ է, տեղը գիտեք որտեղ է։ Հակակոռուպցիոն մասով հայտարարություն է եղել։ Հաստաբան համայնքների։ Ահա։ Հակակոռուպցիոնից մեզ ասացին, որ հաստատեն, որը հետ դուրս է։ Այսինքն չգիտեք։ Գրիգորյան, այնուամենայնիվ Գյումրին հասավ այս ընտրությունների, արտահայտ ընտրությունների շեմին, քանի որ էլի քրեական հետապնդումներով Բալասանյան դաշինքի ներկայացուցիչները, հատկապես Բալասանյանի որդու հետ կապված գործերով, ստիպված հրաժարական տվեցին, որ ընտանիքը զերծ պահեն նման քրեական գործերից, իրենք էլ զերծ մնան։ Հիմա ձեր թիմագիծներին, ընտանիքի անդամներին քրեական գործերով փորձում են լրացնել։ Կարող է գա ինչ-որ մի պահ, որ դուք էլ հետ քայլանեք, պաշտպանելու ձեր ընտանիքը, ձեր թիմին ու Բալասանյան դաշինքի տարբերությունը։ Տեսնում եք, որ պայքարում են։ Այդպես է պայքարում են ինչու։ հետքայլ չի լինի։ Այսինքն տեսնում եք, որ հետքայլ անող մարդը այսքան լրատվամիջոցների դեմը այսպես նստած հստակ, վստահ իրեն կպահեր։ Բացարձակապես Դու կարող եք ձեր վրա վստահ լինել, բայց ձեր թիմակիցների վրա վստահ եք, կներեք իմ թիմագիցների վրա էլ ունեմ վստահություն, իմ վրա վստահ եմ ու վստահ եմ, նաև վստահ եմ ձեր վրա։ Ինչ են ձեզ ամենից շատ Որ մենք էլ զարդի չենք դնի, հա։ Տեսեք, ասում եմ Այո, հենց որ դուք եք զարդի չեք դնի, վայ ջան, ձեր ասածի պես ու ձեր աչքի առաջ է, այն ինչ որ կատարվում է։ Հիմա ինչ մտավախություն։ Ես 7 տարի բացարձակապես ոչ մի խնդիր չեմ ունեցել ու իմ վրա այսօրվա դրությամբ այդ շիբինը, որը ի սկզբանե ծիծաղելի էր, հումորի տվեցինք, մեր շիբինը ձեր շիբինին վնաս չի, գնացեք դուք ձեր շիբինը արեք, հումորի տվեցինք, մտածեցինք, որ դե իրավիճակային բան է, բայց պարզվեց, որ մարդիկ լուրջ կախնելու տեղ ունեն եւ կախվել են դրանից։ Հիմա դուք ձեր արտադրած ինչ մտավախություն ունեք, ինչ ինֆորմացիաներ եք ստացել, որոնք գոնե այս պայթորությամբ հնարավոր կլինի հրապարակել եւ կանխել հետագա։ Այս պայթորությամբ չեմ կարող այդ մասին խոսել, ուղղակի իմ բնույթը իմ տեսակը թույլ չի տալիս, որ դուք երևի արդեն հասցրել եք ինձ ճանաչել, որ ես այդպես այն տեսակը չեմ էլ, որ վայ տեսեք ինձ էլ այսպես այնպես, եթե կա կոնկրետ բան, ես կխոսեմ կոնկրետ դեպքերից, բայց այն որ կա ու սպասվում է, այս պայթորությամբ իդեպ ասեմ, ինչ ուզում են թող անեն։ Ինչ ուզում են թող անեն, ինչ անում են գյումրեցիների աչքի առաջ է արվում, գյումրեցիները լավ կտեսնեն ու ուղղակի հարցերն են, որ իրենք լավ գյումրեցիներին լավ չեն ճանաչում։
իրենց ձենը տակ տեղից է գալիս։ Իդեպ մասնակցության թիվը բավականին բարձրացավ եւ Էլ ավելի է շատ բարձրացել։ կտրուկ։ Էլ ավելի է։ Արդեն իսկ գերազանցում են նախորդ Կտեսնեք իշքան է ընտրությունների թիվը։ Բայց այս գործընթացները ներողություն ձեզ են ավելի շատ ձեռնտու։ Դե եթե հիմա իմ ամբողջ թիմը այս պահի դրությամբ պարալիզացված է։ Մարդիկ չեն կարող։ Մարդիկ ունեն իրենց աջակիցները, մարդիկ ունեն հանդիպումներ ունեցած, մարդիկ ինչ որ մարդկանց պիտի օգնեն, պիտի ընտարաճեն, ինչ որտեղ մեքենաներ եւ մյուս է, բոլորը պարալիզացված են, մարդիկ համակարգ ճնշված են։ Այդտեղ եթե կա ձեռնտու տարբերակ, որ դու ոչ մի բան չես կարող անել, Հեշտ է ճնշել Գյումրեցուն։ Ես թիմագիստերից մասին եմ խոսում, որ իմ թիմագիստները են մարդիկ Ընդրողը իհարկե չի վախենա։ Սա բերետավորները արդեն ես ներկայություն ուզում են այսպես դոմինանտության վերածեն։ Ընդրողները շատ ու շատ ինչ կհետևեն այդ ծև բերետավորներին ու կհասկանան ինչ է նշանակում այդ ծև բերետավորները ու ինչ են ուզում այդ ծև բերետավորները գյումրեցիներից։ Դա չէ խնդիրը։ Խնդիրը այն է, որ եթե ասում եք իմ օգտին, ես ժամանակին էլ ասեցի, չէ՞։ Իմ բնույթը, իմ խառնվածքը, իմ նաև սպորտային այդ կեցվածքը ինձ հնարավորություն է տալիս, որ այդ հարցակումները օգտագործեմ այդ հարցակողի դեմ ու ինվաստ ինձ օգտագործեմ այդ ամեն ինչը, հիմա դե հարցակողը պիտի հասկանա հարցակիր ինչ տարբերակով հարցակիր, այդտեղ ես մեղ չունեմ, որ իրենք չհաշվարկած հարցակումներ են անում, հետո այդ իրանց դեմ է աշխատում, իրանց չգիտեմ Գորիսի օրինակով ռեպրեսիան լրիվ հակազդեցություն ունեցավ, մանավանդ որ Գորիսը հենց առաջինն էր համապետական ընտրություններից հետո գոնե այդ օրինակով հիշում ենք, որ շատ մեծ ճնշումներով փորձեցին հասարակությանը նաև տներից դուրս չբերել, բայց լրիվ հակառակ էֆեկտը տվեց եւ ընդդիմադիրը բերդում նստած Արուշ Արուշանյանն ընտրվեց։ Նույնը փորձեցին անել դա Կապանում։ Հիմա այստեղ այս ռեպրեսիաները ձեր կարծիքով հակազդեցություն կունենան մյուս կողմից։ Ինչու են հենց ձեզ անընդհատ իրախանում։ Դուք ինչ բացատրություն ունեք, որը գուցե մինչ այս պահը չեք տվել։ Ուրեմն ամբողջ ընթացքում սիրելի լրագրողներ, ես կխնդրեմ էլի հնարավորինս հետո լրություն պահեք։ Ուրեմն այս ամբողջ ընթացքում դուք տեսել եք, որ ես ամենահավասարակշռված, ամենազուստ քարոզարշավ անուղն եմ եղել։ Ես էլի եմ ասում, ես հարգում եմ իմ կարգավիճակը, ես հարգում եմ այն ինստիտուտը, որը ես ներկայացնում եմ, այսինքն որպես ազգային ժողովի պատգամավոր։ Եվ ես լավ հասկանում եմ, այս նոր նախընտրական թրենդային վիճակները ինչ պիտի անես, որ թրենդային լինես TikTok-ում կամ մյուս տեղերը, ես հարգելով ինձ, հարգելով իմ կարգավիճակը, որպես ազգային ժողովի պատգամավոր, ես նաև տեխնատություն եմ առաջադրել, հարգելով Գյումրեցուն, Գյումրի քաղաքը, ես զերծ եմ մնացել այդ ամեն ինչից ու գնացել եմ դասական քարոզարշավի, այսինքն քաղաքական process-ը ես գնացել եմ լուրջ քաղաքական process-ների ներկայացրել եմ իմ ծրագրերը, նաև ժողովրդին ներկայացրել եմ, որ այո, պետք է լինի Գյումրիում ընդդիմադիր քաղաքապետ քարոզարշավի ընթացքում, նաև մեկնաբանել եմ, որ վաղը մյուսօր ժողովուրդ ջան ավելի շատ վերահսկվելի է լինելու այդ քաղաքապետը ու ավելի շատ այդ միջոցները ծառայեցվելու է մեր քաղաքին։ Ամեն կերպ փորձել եմ ոչ մի կարմիր գիծ չհատել, այնպես անել, որ վաղը ընտրություններից հետո նույնիսկ քաղաքում ցնցումներ չլինի, լարվածություն չլինի։ Ես ամեն ինչը հաշվարկած արել եմ եւ հաշվարկածը տանելու եմ։ Այսօր էլ առիթ չեմ տալու, որբիսի այդ հիմք դառնա վաղը մյուսօր նորից լարվածությունը շարունակվելու։ Ես այս փակելու եմ այս կանով, այս ամեն ինչի մեջ, այսինքն ընդրականի այս ընդրական process-ների մեջ ու պահելու եմ հավասարակշռվածությունս ու այնպես եմ անելու, որ վաղը ոչ մի ցնցում, ոչ մի լարվածություն այս քաղաքում չլինի։ Ճիշտ է, ամեն ինչ անում են ի սկզբանե, որ տեսեք ինչ է լինելու Գյումրիում, տեսեք ինչ են անելու, այսօր բոլորը տեսել եք։ Ով ում թիմի հետ ինչ արեց, տեսեք ինչ է անելու Մարդուն, տեսեք ինչ է անելու Մարդուն Գրիգորյանի, Վարդան Ղուկասյանի թիմերը, իրար են այս անելու, այն անելու, տեսեք, որ ոչ մի բան չեն անելու։ Մենք գյումրեցիներ ենք, բերեք թողնենք
Հենց Վարդան Ղուգասյանին ինքը մեծացել է, ասա տարիքն մեկ։ է, հասկացել է ամեն ինչը, կարևորը ինքը արդեն տարիքն առել է, հասկացել է։ Մենք այդ ժամանակ ունենք մեծանալու, այնպես որ նորմալ է։ Ես Տարիքային ես այդ ամեն ինչը նորմալ եմ ընդունում, բացարձակապես այդտեղ ինքը ես չեմ ընդունում վիրավորական բան, նորմալ է, նորմալ։ Մենակ ձեր ճակատաղալերն էլ ասավ պետք է մեծանա, հույս կա։ Ալեն Սիմոնյանն էլ ասաց, մենակ ձեր Ամեն մարդ իր Դե ուրեմն իր խոսույթն է, տեսնում եք, ինձ համար կոնկրետ այդ ինձ համար ասած չէ, ինքը որ տարիքով մեծ է, տարիքով ավելի ջահել մարդկանց ասում է մեծանալ, ես նորմալ եմ ընդունում, յուրաքանչյուր մարդ է Պարտավոր է Այնպես որ նորմալ է։ Տեսնում եք, տրամադրությունը լավ է, հումորը տեղն է, բայց ոնց որ ակնարկում մենք չհեռանանք, ոնց ասած այստեղ կինոներ են սպասվում, մենք մնանք որ Այսինքն Երևան էիք ուզում գնալ, չէ, կինոները նոր են սկսվել։ Ձեզ ամեն ինչը արվում է, որ այսպես ասած հունից դուրս գաք ու ինչպես ասում են Գյումրի կրիմինալ քաղաք է, այդ կրիմինալ բարքերը սկսեն։ Տեսան որ իրար մեջ ընդդիմադիրները այդ բանը չի ստացվելու, հիմա այդ ամեն ինչը դառնալու է իշխանություն միջհամայնքային, մեկի թեման են դարձնելու, սարքելու են այդ ամեն ինչը, բայց այդ է չի լինելու, այստեղ մենք քաղաքի մեջ ենք, բոլորս իրար լավ գիտենք, բոլորս իրար լավ հասկանում ենք, ուրիշ բան Երևանից մեկին բերեն, որպես գյումրեցի ներկայացնեն, գցեն առաջ ինչ-որ մի բաներ անելու, բայց մենք այդ հասկանում ենք, այստեղից է կոչ եմ անում իմ թիմագիցներին, թիմագիցներ ջան, տղեկ ջան, բացարձակ պրովոկացիայի չգնաք, լսեք, ընկալեք, ընդունեք, չտրամադրվեք, որ դուք ով եք գաք Գյումրի, մեր հետ է սևի, հենց էվի, այդ տղայական բանը մեջները չաշխատի, դուք Գյումրիում եք, դուք ձեր քաղաքում եք, ընդունեք որպես հյուրի կարգավիճակով, հյուր են եկել են, մարդ է, հաշվիկ եկել են, չեն տիրապետում, չգիտեն որը ով եք, կարող են այդպիսի բաներ թույլ տան, նորմալ է, էս էլ կանցնի, ամեն ինչ կանցնի, մենք այս քաղաքի մեջ գլուխներս բարձր ման ենք գալու, շարունակելու ենք մեր գործը, շարունակելու ենք ապրել այս քաղաքում։ Մտածեն են մարդիկ, ովքեր որ ամաչելու են վաղը կամ այսօր ժամը 8-ից հետո գլուխները բարձրացնեն այս քաղաքում։ Ներողամիտ եք գտնվում, էլի։ Իհարկե ներողամիտ։ Բայց Արցախը կորցնողը ամաչել է, հակառակը արդարացել է։ Ես չգիտեմ, այդ բնութագրելը դուք բնութագրեք, դուք ավելի լավ եք տեսնում, դուք ավելի լավ եք հասկանում, դուք ավելի շատ մարդկանց հետ եք շփվում, նաև հասցրած լինեք գյումրեցիների հետ շփված լինեք, ցավոք սրտի ես ժամանակ չունեմ, ես հազիվ թիմագիցներից հետևից եմ գնում, որ նայեմ ում որտեղ ինչ ղարավանդեցին, ինչ արեցին։ Իշխանության տեխնատուն ասում է, որ հենց մեկը չի ծնվել, որ իրեն ապտակի ինչ կարող է կասել եւ ասում է դուք հերքել եք, բայց որ դուք հերքում եք, ինչ հաստատում։ Հիմա Ես ուրախ եմ, որ իշխանության տեխնատուն ապտագողը դեռ չի ծնվել։ Մենք մի փոքր հույս եկան, խնդրում եմ ասեք, նման դեպքեր, որ ասում եք ավելանում են, քանի նման դեպք եք արձանագրել ու այդ արձանագրածի վերաբերյալ ինչ է կարելի։ Առայժմ արդյունքում եք թե ոչ, նաև գրել էիք կատեղամասերում, որ ձեր քվեաթերթիկները չեն տրամադրում ես մասում։ Այդ մասը ուղղակի արդեն ասել եմ, չգիտեմ, կրկնվելը նաև լայվ է գնում, կրկնվելը այդ մասով ասել եմ քվեաթերթիկների հետ կապված, որ դժգոհություններ, բողոքներ կա, որ 8-րդ համարի քվեաթերթիկը չի տրամադրվում մարդկանց, այդ ահազանգն ենք ունեցել, մյուսը առևանգման հետ կապված ավագան անդամության տեխնատուի մասով է ու մեքենաները, որ կանգնացվում է կամ կանգնած տեղից մեքենաները գալիս են, տանում են անհայտողությամբ, մի խոսքով տանում են ինչով ոստիկանական այդ բեռնակիր մեքենաներով ասած ձեր գալու ժամանակ ահազանգերը ստացել եք։ Իսկ ինչ են ասում հայտարարություն դրեցի ու այդ ժամանակ արդեն մենք եկանք։ Իսկ ինչ են ասում ընտրատեղամասերում, երբ ընտրական իրավունք խախտելով հրաժարվում են տալ ձեր 8-րդ համարի քվեաթերթիկը։ Երևի այսպես կարող եմ վերլուծել, որ պատահականության վրա են այդ ամեն ինչը տանելու, որ պատահականություն է, թե չէ այդպես բացահայտ դիտավորություն չպիտի ներկայացնեն իմ կարծիքով, էլի։ Ընտրախախտումները իմիջիալով չափազանց շատ են, մենք նույնիսկ այսքան մեծ թվով գործընկերներով չենք հասցնում բոլորին միանգամից արձագանքել, սա ինչի մասին է խոսում, եւ կուտակումներն են
շատ եւ միջադեպերն են շատ, ոստիկանությունն կարծես շատ լոյալ է վերաբերվում, նույնիսկ դեպք եղավ, որ մենք զորով, այսպես հարկադրանքով կարելի ասել, նրանց մղել ենք աշխատանքների իրականացման։ Ժամը քանիսն է, այս բանը։ Դա Սարիկի թաղամասում էր, այսինքն իշխանական տեխնացուի թաղամասում։ 6-ից հետո, 6-ից 7-ից հետո սկսվել է ժողովուրդ ջան, 6-ից հետո այս հանգստությունը, հանդարտությունը հասկանալի է, սպասելի է, 6-ից հետո է խառնաշփոթը լինելու, մենք սպասում ենք, մենք նաև պատրաստ ենք։ Պարոն Գրիգորյան, ներողություն այս թեմային էլի անդրադառնանք, նաև ձեր կնոջ քվեարկության վերաբերյալ տեղեկատվություն տարածեցին, որ որտեղ քաղաքացի լինելով հանդերձ, նա այսօր քվեարկել է նաև խնդրեմ դրան անդրադառնալ։ Անդրակերտիկ է, էլի անդրակերտիկ։ Տեսնեք իշխան հնարավորություն ունեն, որ այս իշխանությունների օրոք կարող է անդրակերտիկ թույլ տալ եւ ՌԴ անձնագրով քվեարկություն կազմակերպել։ Տեսեք, իշքան հնարավորություն ունեն, դե կան հնարավորություն ունեցող մարդուն արժի պետք է մեղացնել։ Նույնիսկ հումորի տրամադրություն ունեք։ Իհարկե։ Գնացին հումորը գործելից լավ չի։ Մեր իշխանական տելեգրամյան ալիքները այս դեպքին անդրադառնալով արդեն տարածում են, որ երկու հոգի Մարտուկ Գրիգորյանի տեխնատուներից տարել են կաշառքի գործով։ Նոր բան է արդեն, հա։ Տելեգրամյան ալիքները իշխանական եւ իշխանական։ Ուրեմն մի բան էլ ես ավելացնում, մեկ էլ նաև գումարն է դու ավելացրա կոնեք իրենա աշխատանք։ Գումարի չափը։ Հա։ Ինչ քանա։ 5000 է։ Դու 5000 ես կաշառքը արդեն կա տվել են։ Գումարի չափն է դու ասա ներից ֆուլ ինֆորմացիա։ Ինչքան կառաջարկեիք։ Ասում են մեքենաներով եք ուղղորդում բան, այսպեսի բաներ եք։ Մեքենաների ուղղորդում, դեր մեքենաներին նկարել, ասեն ուղղորդում։ Ուրեմն ժողովուրդ ջան, մի բան պիտի հասկանանք։ 2 օր է մենք հակակոռուպցիոնով ընտանիքիս անդամները վարչական այդ ինչ է կիրառել են, վարչական բարույթ կիրառելով տղայիս, հորս, ավագանու անդամության տեխնազուներից մեկին, նաև մեր աջակիցներից մեկին, այն մյուսներին կարող է այս բանին չհիշեմ քանի հոգու, այդ նույն այդ սահմանափակումները, բրասլետները գծած է ձեռքերին, ոտքերին այդ մարդկանց ու հակակոռուպցիոնը ամեն րոպե այդ աշխատանքները մեր նկատմամբ տանում են ու Մարտուն Գրիգորյանը այդ կարգի հնարավորություն ունի, որ այդ ամեն ինչը հաշվի առնելով մի հատ էլ ընդրակաշարք է բաժանում։ Մալադես, ֆանտազիաները վերջն է։ Այս չգիտեմ, խոսում է ուժեղության մասին, ուրիշ բանի մասին, այն ինչ որ ներկայացվում է, որ մարդը ունի հնարավորություն։ Դուք ունեք վարկած, որ հնարավոր է հանկարծ իրենք հասկանան ինչ որտեղ կարող են պարտվել եւ գնան ընտրությունները չեղարկելու ճանապարհով, որովհետեւ այսպիսի սցենարել են զգուշավոր։ Ես կարծում եմ, որ մենք տեխնացուներս հնարավորինս մաքսիմալ աշխատելու ենք, որ սցենարը իրականություն չդառնա, քանի որ շահեկան է, չէ՞, սցենարը։ Ժամը այնպեսին է, որ նախնական պատկեր կարող է ձևավորված։ Ես կարծում եմ, որ այս լարվածությունը ժողովուրդ ժամը 5-ն է հասե տեխնազուի ավագանու անդամներից մարդ են ձերբակալում այդ հակակոռուպցիոնով մյուսով հասկանալի է, որ մենք այստեղ նստած իրավիճակին չենք տիրապետում, թե ինչ է կատարվում։ Իրենք, որ այդ ռեպրեսիաները անում են, երևի իրենք տիրապետում են, թե որտեղ ինչ է կատարվում, որ տեխնազուի օգտին ինչ է կատարվում եւ ըստ այդմ իրենք սկսել են իրենց աշխատանք։ Նկատի ունեք հանձնաժողովներով արդեն տվյալներ ունեն, հա, ճիշտ եմ հասկանում։ Նկատի ունեք հանձնաժողովի նախագահներով ինֆորմացիա ունեն որոշակի եւ հասկանում են իրավիճակը դեպի ուր է գնում։ Այո, Եվ ուզում են հիմա շահել պրոցեսը։ Այստեղ ընդամենը խանգարելու խնդիր է։ Ուզեք չուզեք ձեր իրական։ Որ մենք գնանք ռեպորտաժը ստենք պատրաստել։ Այս լավն է, բայց այս լավն է, ասում եմ նախորդը գնամ ռեպորտաժը պատրաստեմ, էլի։ Ես խոսալով արդեն կա, լայվերներ գնում է հնարավոր չէ օգտագործել, այդ բանը արդեն 3-րդ կրուգ եմ ես ամեն ինչը ասում։ Լավ կարճացանք։ Ուզում եք լրագրողներից ստանված լրագրողների պարոն Գրիգորյան։ Ես ընդրանք այնպես չի, եթե ես համար նորմալ է, ես նորից Նորմալ է, մեզ համար նորմալ է, մեր
Ֆինանսը թիրի է ապարդեքրա, ոչ երկու հոգի չեն ձերբակալված անձինք, քանի որ հակակոռուպցիոն կոմիտեից լրատվամիջոցներից մեկին հայտնել են, որ Ավագանուն, Թեկնածուն եւ մի շարք այլ անձինք ձերբակալվել են հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից հանցանք կատարելու անմիջականորեն տակած կասկածի հիմքով։ Այս բանը արդեն հանցանքի կատարել։ Ինչ արագ են իրավապահներն աշխատում, տեսնում եք։ Դե ես կան լրատվամիջոցներ այստեղ աշխատում են, այնտեղ մի երկու հետ կան մասնագետներ են աշխատելու, որ արագ ինչ-որ բան ստանան։ Այս է նոր բան չունենք ասելու, սկսվել է թեկնածուներին, Ավագանուն թեկնածուներին արևանգել, տանել, հետո քրեական գործեր փորձել մարդկանց վրա հարուցել, մյուսներին վախեցնել, վախի մթնոլորտ տարածել, որպեսզի այն մարդիկ, այն ակտիվը, այն գյուղեցիները, ովքեր որ ինքնական այս 2-3 օր էլ չգիտեմ, ես ոնց ասեմ, որ հետո ուրիշ բան չվերագրեմ, մի խոսքով ամեն ինչ հասկացել են եւ պատրաստ են իրենց քայլերը անելու, հիմա մարդիկ մտածում են ոնց անեն, որ այդ մարդիկ մնան տները կամ այդ մարդիկ մտափոխ լինեն, իրենց մտածածը չան։ Պատշաճ կերպով նախապես ծանոթացնել, թե այդպես փողոցից։ Պատշաճ կերպով փողոցից կրկաշ տարել են։ Տարիքով 70 տարեկան կնոջ։ Ու հակակոռուպցիոնով դադելու են մեր խալացյան Անահիտին։ Պարոն Գրիգորյան, քանի Հատուկ են ընտրել այդպիսի տարիքով կնոջ։ Իրեւ ասեմ Անահիտը ինձ նվիրված, Անահիտը ինձ հարազատ, Անահիտը ուժեղ կամքի դեր, ցավոք սրտի առողջական խնդրեմ ունեցող, նաև հաշվի առնեն դա, որ առողջական խնդիր ունի այդ կինը, ու ինձ համար հարազատ ուժեղ մարդ է, անտավաճան մարդ է, եւ այս պայտելությամբ թիրախավորում են այդ մարդկանց։ Բայց Անահիտը կհաղթահարի, անկախ նրանից, անկախ իր տարիքից, անկախ այդ դժվարություններից Անահիտը կհաղթահարի, ես էլ Անահիտի թիկունքում կանգնեմ։ Հատուկ են այդ կնոջը թիրախավորել ձեր կարծիքով, որ գուցե ճնշվի տարիքից նաև ելնելով։ Ձեր կարծիքով հատուկ են։ Չի ճնշվի, բայց ինքը ունի բավականին մեծ հնարավորություն ու նաև ընդրազանգված ունի, այս պայտելությամբ ընդրազանգված ունեցող մարդկանց են թիրախավորում։ Անահիտը ունի մեծ ընդրազանգված։ Օրինակ ձեր դեմ։ Խիստ կասկածում եմ, բայց ես էլ հիմա փորձեն ճնշեն։ Մենք էլ նորից բայց Անահիտը ուժեղ է, Անահիտը դիմանում է։ Պարոն Գրիգորյան, քանի տեխնացուի հետ այս բանը չեք կարողանում կապ հաստատել, որովհետև իշխանական լրատվամիջոցը գրել է, որ մի քանի հոգու են տարել։ Հակակոռուպցիոն արդեն ասացին։ Այսպես որի մասին ինֆորմացիա ստանում են։ Դուք այս բանի քանի հոգու մասին ինֆորմացիա ունեք։ Ես Անահիտի մասին եմ ինֆորմացիան ստացել ու Մենք ասում շտաբը ինձ ոնց ծանոթի։ Կեժը մասազույց է տալիս։ Անահիտի մասին մենք ենք ինֆորմացիա տվել։ Շտաբն է ահազանգել։ Շտաբն է տարածել այդ մասին։ Հիմա ես այս պայի դրությամբ հարցազրույց եմ տալիս եւ ասում եք ելի մարդիկ կան ձերբակալվածներ, ես որտեղից իմանամ ովքեր են։ Որտեղից կապսեք կարող է ձեր հետևից են գալիս։ Մենակ մեկը։ Իմ հետևից էլ կան։ Ինչ ասեմ։ Իմանամ որտեղ են ուզում որ գնամ այնտեղ էլ այդ կան ծախսան են էլի ես գնամ նեղություն Իրենց ծախսերի հարցում շատ անխնային հիշեք։ Պարոն Գրիգորյան, եւ մամուլը գրեց, որ ձեր կինը քվեարկել է Այդ արդեն ասել են այդ մասին ասել են։ Հերքում եք դա։ Չէ, ինչ եմ հերքում։ Ասեցին մենք եկան հնարավորություն ունենք, որ նաեւ այդպիսի ընդրակերազարարություն ենք արել։ Ռուսական հանձնաժողով քվեարկել են։ Բան հանձնաժողովը նստած է քվեարկում են ինչ պատասխանեմ ավելի լուրջ ինչ պատասխանեմ այդ մասը։ Երկհաղորդություն ունի ձեր կինը։ Քվեարկել է ռուսական հանձնաժողով քվեարկել է ուրիշ։ Երկհաղորդություն Ռուսաստան դաշնության քաղաքացի ուրիշ։ Դա դարել է մի լրատվամիջոցի գովազդ միացնելու Իդե ընտանիքիս անդամի կնոջս նկարը դրել է գովազդ միացրել։ Ես չգիտեմ օրենքով Եթե խախտում եք ոչ են արում։ Ես չգիտեմ դա օրենքով ընդունելի, թույլատրելի բան է թե չէ։
Ինձ համար օրինակի համար դա անընդունելի է, քանի որ իմ ընտանիքի անդամի նկարը դրել են տարածում։ Իսկ Կարող էին իմ նկարը դնել ու հետո նոր ՌԴ պասպորտը դնել ու ցույց տալ, բայց Ճաշակի հարց է, ճաշակի այստեղ հարց է։ հասկանալի է մենք Ճնշումների հետ գործում ենք։ կներեք, իսկ կարելի է իմանալ ինչու Ռուսաստանի քաղաքացիություն ունի Դրա համար։ Ինչի համար։ Ասում ես ինչու, ասում եմ դրա համար։ Հիմա իմ հանրական, ընտանեկան թեմաները այս այդտեղությամբ ամենակարևորն է, իմ կատարվող թեմաները։ Պարզապես քաղաքականությամբ զբաղվող գործավորները միշտ էլ մեդիայի ուշադրության կենտրոնում են։ Այս պայթրությամբ ինքը մեդիայի ուշադրության կենտրոնում չէ, նայեք մարդկանց վրա գործեր են սարքում, այդ մարդիկ ամեն մեկը ընտանիքի դեր մարդիկ են, այդ մարդկանց մասին մտածեք, այդ մարդկանց հարցերը լուծեք, հետո նոր են հարցերը կարգավորեք։ Այդ պետության պետականությանը վնասվող բան չէ։ Շնորհակալ։ Մենք ճիշտ ենք հասկանում, ձեր թիմակցին տարել են Երևան։ Գիտեմ ժողովուրդ ջան, ես Ինչպես կարող են նորից երեկո մարդ գողանալ ու տանել ու մենք չիմանալ թե։ Այո, բայց ո՞նց մնացած են գողացան տարան, չիմացանք որը որտեղ։ Երևանն հիմա ճանապարհին է, պարոն Գրիգորյան։ Տանում են Երևանը։ Հետո որ ձեր ուժերը երևի ջլատ են, այսինքն քեսին ուղարկեք դեպի Երևան պաշտպանության։ Բոլորին տանելու են, բայց ժողովուրդ քանի չեն տարել, դուք ձեր գործը արեք։ Մեկը պիտի տանեն, քանի չեն տարել, բան չի մնացել։ Պարոն Գրիգորյան, ներողություն, ձեր տղաներն են Ռուսաստանում։ Նարեկ ջան, ինչ ես ուզում։ Բայց շրջանառվում է, ուզում ենք ձեզանից հստակեցնենք Այո, Ռուսաստան։ տղաներիցս կա, որը Ռուսաստանի քաղաքացի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Դեմոկրատական Ռուսաստան։